Պատրաստ ենք, որ սկսենք։ Պատրաստ ենք։ Սկսենք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ազատագրական շարժումը մամուլի ասուլիս է կազմակերպել Երևանի հյուսիսային պողոտայում։ Մենք ազատագրական շարժման ներկայացուցիչներս այս ընդհանուր համազգային պայքարի համատեքստում ուզում ենք ներկայացնել այն գործողությունները, որոնց ուղղությամբ մենք ենք աշխատանք տանելու։ Մասնավորապես պետք է նշել, որ մենք արդեն տևական ժամանակ, դեռևս 2021 թվականի առնվազն նոյեմբեր ամսից ազատագրական շարժումը իր բողոքի անհնազանդության գործողություններն իրականացրել է եւ շարունակում է իրականացնել, մասնավորապես եթե հիշում եք, որ 21 թվականի նոյեմբերի 20-21-ից մենք սկսեցինք ավտոերթով, շարունակեցինք Երևանի Հանրապետության հրապարակում բազմաթիվ ավելի քան 1 շաբաթ, գրեթե 10 օր, չէ, բողոքի միտինգներ հավաքներ արեցինք, պահանջելով մի քանի կարևոր գործողություն, այսինքն չիրականացնել սահմանագծում եւ սահմանազատում Ադրբեջանի հետ այն կանոններով, այն պահանջներով, ինչ Ադրբեջանն է ներկայացնում, միաժամանակ թույլ չտալ, որպեսզի միջանցք տրամադրվի Սյունիքի մարզով Ադրբեջանին եւ մյուս ամենակարևոր փաստը զինել, պատշաճ կերպով զինել հայկական բանակը։ Ազատագրական շարժումը որոշակի արդյունքներ ունեցավ իր նոյեմբերի ակցիաների ժամանակ։ Հետո մենք նաև մի շարք ուխտագնացություններ կազմակերպեցինք, մենք բազմաթիվ ակցիաներ իրականացրինք, իսկ փետրվարի 25-ից Զորավար Անդրանիկի ծննդյան օրը սկսել ենք ստորագրահավաք, որն արդեն 20,000 մարդու ստորագրություն է հավաքել։ Այս պահին մենք իրականացնում ենք մեր բողոքի գործողությունների եւս մեկ փուլ, որի մասին կառաջարկեմ, որպեսզի իմ գործընկեր Սևակ Հակոբյանը արդեն ներկայացնի։ Ուրեմն ազատագրական շարժման գործողությունների մեկ շաբթվա ծրագիրը սկսելով այսօրվանից ծրագրի թեմաները հետևյալներն են. ազատագրում ներքին եւ արտաքին թշնամուց, երկրորդը ազատագրում այլասերումից, երրորդը ազատագրում բարակդվածությունից, չորրորդը ազատագրում սդից եւ սդախոսներից, հինգերորդը ազատագրում վախերից եւ վախկոտությունից։ Ուրեմն առաջին թեմայով ազատագրում ներքին եւ արտաքին թշնամուց մենք սկսելու ենք այսօր երեքշաբթի 26 ապրիլ 2002 օրագարկը այս բայից սկսած է արդեն հյուսիսային պողոտայում ասուլիս, իսկ ժամը 15-ից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին բանջի հանձնում, այսինքն այս ասուլիսային հետ ժամը 15-ին պիտի երթանք գլխավոր դատախազություն ներկայացնելու բանջը։ Երկրորդ ազատագրում այլասերումից, որ պիտի լինի վաղը 27 ապրիլ 2022 օրագարկի վրա ունենք առավոտյան ժամը 10:30-ին իրազեկման ակցիա, հանդիպման վայրը պիտի լինի Մարիոթ հյուրանոցի դիմաց։ Իսկ ժամը 18:30-ին երեկոյան Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա, խնդրում ենք ձեզ հետ բերել Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը քրքերը, ինչպես նաև այլասերված քրքեր եւ նյութեր աղբար կգնելու եւ դրանից հրաժարվելու համար։ Երրորդ ազատագրում բարակդվածությունից ժամանակը եւ վայրը նախապես կհայտնվի։ Չորրորդ ազատագրում սդից եւ սդախոսներից դարձյալ ժամանակը եւ վայրը նախապես կհայտնվի, իսկ հինգերորդ ազատագրում վախերից եւ վախկոտությունից նորեն ժամանակը եւ վայրը նախապես կհայտնվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ սիրելի հայրենակիցներ, նշեմ, որ մինչեւ պարոն Զոհրաբյանի խոսքը փոխանցել է, ազատագրական շարժումը իր սկզբունքներին հավատարիմ հենց իրականում ազատագրական գործողություններ է իրականացնում, որոնց մասին յուրաքանչյուր օր մենք հաջորդ օրվա մեր գործողությունների մասին կտեղեկացնենք։ Խնդրեմ պարոն Զոհրաբյան։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվա թեման կոչվում է ազատագրում ներքին եւ արտաքին թշնամիներից։ Եվ այս կոնտեքստում մենք նախապատրաստել ենք հետևյալ գործողությունը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան
հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին, դավաճանության հոդվածով այդ հանցակազմով քրեական գործ հարուցելու պահանջով։ Եվ այդ հաղորդման մեջ հիմնական դերակատարը բնականաբար Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ հաղորդումը գլխավոր դատախազության ուղղորդումից հետո բնականաբար չդարձավ հիմք քրեական գործ հարուցելու համար, ինչևէ փաստաբաններս բողոքարկելով բոլոր ատյաններն անցնելով հասանք նրան, որ դատարանի կողմից պարտադրվեց համապատասխան որոշում կայացնել եւ ի վերջո 2021 թվականի սեպտեմբերի 28-ին քրեական գործ հարուցվեց։ Հիմա այդ քրեական գործի շրջանակներում մենք այսօր ներկայացնելու ենք պահանջ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ուզում եմ նաև համառոտ երկու խոսքով ներկայացնել, թե ինչու՞մն է կայանում խնդիրը։ Նախ հիշում եք դուք, որ Նիկոլ Փաշինյանը այս վերջերս էլ ինքնախոստովանական մի քանի բացատրություն ներկայացրեց։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ եթե ըստ իրեն արդեն բանակցային գործընթացը ձախողված էր եւ ըստ իրեն մենք չունենք այդ ներուժը հակադարձելու ադրբեջանական զինված ուժերին, ապա ուղղակի անտրամաբանական էր դրան նախորդող Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Նամանավանդ 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախ-Հայաստանը եւ վերջ։ Դրանից հետո, եթե հիշում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը հուլիսի 9-ին 20 թվականի ավարտեց իր ծառայությունը, ուղիղ մի քանի օր անց հուլիսի 12-ին Տավուշի Թովուս հատվածում տեղի ունեցավ ռազմական բախում։ Հիշում եք նաև, որ դրանից հետո օգոստոսի 28-ին տեղի ունեցավ պարգևատրման աննախադեպ մի գործողություն, մոտ 16 զինծառայող պարգևատրվել է մարտական խաչ առաջի աստիճանի, իսկ 55 զինծառայող մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։ Այսինքն, եթե այս պայմաններում խնդիր կար, որ կարող է ռազմական բախում լինել, առնվազն Նիկոլ Փաշինյանի գործողությունները հրահրում էին Ադրբեջանին այդ գործողությունները որ առաջ սկսելու։ Այնուհետև իրադարձությունները ժամանակագրական հերթականությամբ հիշում եք նաև, որ ադրբեջանական մամուլում լույս տեսավ էմիսարների բանակցությունների մասին տեղեկությունը, ինչը ակնարկում էր, որ Նիկոլ Փաշինյանը իր ներկայացուցիչ միջոցով բանակցում է ադրբեջանական իշխանության հետ։ Եվ հետո պատերազմը։ Այդ մասին կարծես թե մոռացվեց։ Պատերազմով մենք ընկանք մոռացության գիրկը։ Հետո պատերազմից հետո մենք հասկացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է եւ հնարավորություն է ունեցել ավելի շուտ դադարեցնելու պատերազմը, ինչը չի արել եւ դրա մասին ինչպես զինվորական գործիչներն են պնդել, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Սրանից հետո, երբ ստորագրվեց համապատասխան հայտարարությունը նոյեմբերի 9-ի, որտեղ հստակ գրված էր սևը սպիտակի վրա, որ յուրաքանչյուր կողմ մնում է իր զբաղեցրած դիրքում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, ինչը հետո ինքը ընդունեց, որ ինքն է իր հրամանով է զորքը նահանջել, մենք ունեցանք լուրջ կորուստներ։ Սյունիքի մարզում Որոտանի Շուրնուխի հատվածը հանձնվեց Ադրբեջանին։ Պատկերացնեք, Սյունիքի հետ կապող մեր միակ ճանապարհը, հիմնական ճանապարհը եւ Իրանի հետ կապող մեր հիմնական ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին եւ այս պայմաններում մեր ժողովուրդը ոչինչ չի ասում։ Հետո պարզվեց, որ դա Նիկոլ Փաշինյանի հրամանով է եղել։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը իրեն վերապահել է իրավունք, որը չուներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գլխավոր գերագույն հրամանատարի լիազորություններ կարող է իրականացնել միայն պատերազմի ժամանակ։ Մինչդեռ մենք պատերազմական գործողության մեջ չենք։ Այնուհետև հիշում եք նաև հաջորդող մեր տարածքների ներխուժումները, Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, ռազմական գործողությունները, զոհերը, մինչև հիմա էլ մենք գնալով կրկին ունենում ենք կորուստներ։ Եվ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի այս թվականի եւ ապրիլի 14-ի խոստովանությունները ուղիղ ապացույց են, որ այս ամենի պատասխանատուն այո Նիկոլ Փաշինյանն է։ Եվ մենք այսօր ժամը 15:00-ին լինելու ենք գլխավոր դատախազության մոտ եւ հանձնելու ենք մեր պահանջը Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ գլխավոր դատախազին։ Մեր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ այս պահանջին, իրենց էլ առաջարկում ենք գալ գլխավոր դատախազության մոտ եւ իրենք էլ ստորագրեն այս պահանջը։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, որ
բոլորիս համար գաղտնիք չէ, որ մենք հիմա գտնվում ենք ռազմական բախումների կիզակետում եւ ամեն օրն էլ վտանգավոր է այդ ռազմական բախումները ունենալու առումով։ Բայց մենք 2022 թվականի փետրվարի 24-ից առ այսօր չունենք զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Սրա մասին ես չգիտեմ ինչպես անհանգստությունս կիսեմ ձեզ հետ, բայց սա ուղիղ հակասում է մեր ազգային անվտանգությանը։ Այսինքն ամեն օր հնարավոր է մենք ռազմական բախում ունենանք, հաշվի առնելով նաև Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ կապված այդ պատերազմական գործողությունները, այստեղ կարող է երկրորդ ճակատի հնարավորություն բացվել, բայց մենք չունենք գլխավոր շտաբի պետ։ Ես կարծում եմ սա նույնպես պատահական չէ, սա նույնպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է եւ ազատագրական շարժումը այս շաբաթ ակտիվ գործողությունների շարք է իրականացնելու, մենք 2 ամիս է ստորագրավակ ենք կազմակերպում եւ մենք այս շաբաթ մեր գործողությունների ծրագիրը պարոն Հակոբյանը ներկայացրեց, ձեզ էլ կոչ ենք անում սիրելի ժողովուրդ ակտիվ լինել։ Ես հասկանում եմ, որ սեփական հարմարավետ զոնայից դուրս գալը հաճելի չի, բայց հավատացնում եմ ձեզ, եթե այդ կոմֆորտ զոնայի մեջ մնանք, հետո կհասկանանք, որ մենք ընդհանուր ենք բոլորս հայտնվել շատ վատ տեղ։ Եթե այսօր ոտքի չկանգնենք, այսօր չմերժենք այս իշխանությանը, այսօր չասենք, որ մենք չենք ուզում թուրքական լծի տակ ապրել, սա կդառնա իրականություն։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ իրենց եթե թվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ պատերազմից ազատագրել է, չարաչար սխալվում են։ Մենք օր առաջ դա տեսնում ենք։ Մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը, երբ որ ժխտում են ցեղասպանությունը, մենք տեսնում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, երբ որ ասում են, որ Սևանալիչները իրանցը, Երևանն է իրենցը, Սյունիքն է իրենցը, այս պայմաններում միամտություն կլինի ուղղակի գնալ եւ ասել, որ մենք ուզում ենք ձեր հետ խաղաղության օրակարգով գնալ առաջ։ Հայ ազգը խաղաղասեր ազգ է, բայց հայ ազգը կներեք ոչխար ազգ չի։ Եվ այս առումով մենք պետք է այո ոտքի կանգնենք եւ բոլորին ցույց տանք, որ մենք ենք տերը մեր երկրի։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, եթե հարցեր կան լրատվամիջոցներից։ Շնորհակալ ենք, մենք շարունակում ենք պայքարը, նորից կրկնենք, որ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 17-ից, այսինքն 5-ից մինչև 8-ը ազատագրական շարժումը ստորագրահավաք է անում հենց այստեղ, շաբաթ օրերին ժամը 14-ից, այսինքն 2-ից մինչև 18:00, մինչև 6-ը նույնպես այստեղ ստորագրահավաք ենք իրականացնում, իսկ առաջիկա շաբաթվա մեր բողոքի գործողությունների մասին արդեն իմ գործընկեր Սևակ Հակոբյանը ներկայացրեց։ Շնորհակալություն ուշադրության համար։